Ողջույն բոլորին, մենք կրկին գտնվում ենք Փարիզում ու կրկին ունենալու ենք մի հատ շատ համով համտեսում։ Համեմատելու ենք երկու շատ ճանաչված հրուշակագործության տների, շատ ճանաչված խմորեղենը, այնպես որ գնացինք։ Մենք հիմա լաջուղեում ենք, դուք արդեն տեսաք, եկել ենք փորձելու իրենց մակարոնները ու ոչ միայն իրենց, հետո շարունակության մեջ կիմանաք, իհարկե գիտեք լաջուղեն բացի մակարոնից շատ համող նաև տարբեր տեսակի խմորեղեն ունի, նայեք գեղեցկությունը, բայց մենք այսօր այս ամենի համար չենք, մենք այսօր եկել ենք մակարոնների համար, այնպես որ մենք կգնենք մեր մակարոնները, հիմա հերթ ենք կանգնած խելոք։ Հələ խնդրում եմ մի հատ նայեք, թե այս ֆլանը ինչ լավ տեսք ունի, բայց այսօր չէ, հավատարիմ ենք մնում մակարոն ենք փորձելու, բայց խոստանում եմ մի օր միայն առանձին համտեսում ենք կազմակերպելու ֆլանների, որտեղ Փարիզում այնքան համով ֆլան կա, եթե ծանոթ չեք կծանոթանաք, իսկ եթե ծանոթ եք, միաժամանակ կիմանաք, թե որտեղ կարելի է փորձել ամենահամով ֆլանները։ Եվ ընդամենը անցնում ենք փողոցը, Շանզելիզեն և հայտնվում ենք մեր մյուս կետում, որտեղից նույնպես վերցնելու ենք շատ համով մակարոններ ու կազմակերպելու եմ համեմատական համտեսում ու որոշելու ենք որտեղի մակարոններն են ամենալավը։ Իսկ մեր երկրորդ կետը Պիերերմեն է, որը նույնպես շատ ճանաչված հրուշակագործ է, որը հենց ճանաչված է իր մակարոններով ու հիմա իրանն էլ կգնենք։ Ինչպես գիտեք, Պիերերմեն էլ բացի մակարոնից ունի շատ համով ու գեղեցիկ տարբեր խմորեղենի տեսականի, իմ ֆավորիտներից է իր ֆնդուկով, պրալինեով, միլֆոյով շատ համով է, անպայման եթե լինեք Փարիզում փորձեք խորհուրդ եմ տալիս, բայց քանի որ արդեն ասեցի ու նորից կկրկնվեմ, մենք այսօր եկել ենք մակարոնների համար, ուրեմն մենք կվերցնենք միմիայն մակարոններ, բայց ուզում եմ ձեզ նաև ցույց տալ ես գեղեցկությունը։ Վերջ, արդեն վերցրեցինք մեր մակարոնները, ահա, ու գնում ենք փորձելու, արդեն շատ անհամբեր եմ։ Վերջապես տեղավորվեցինք, պատրաստեցի, հիմա սկսելու ենք համտեսումը, այսօր ունեմ շատ լավ ասիստենտ, աղջիկս է ինձ օգնելու, միասին ենք փորձելու, տեսնենք, ուրեմն հիմա առաջինը բացատրեմ, թե ինչու եմ որոշել համեմատական համտեսում կազմակերպել, որովհետև բոլորս գիտենք, մակարոնը Ֆրանսիայի ամենաբնութագրական երևի թե խմորեղենն է, որ երևի ցանկացած մարդով գալիս է Ֆրանսիա, մասնավորապես Փարիզ, չի կարող ուղղակի չփորձել մակարոններ ու գիտեմ շատերդ նույնիսկ գնում տանում եք ձեզ հետ ու կուզենայի ձեզ բացահայտեի երկու մեծ տների մակարոններ, որպեսզի ավելի ճիշտ ընտրություն կատարեք։ Բնականաբար ես ունեմ իմ ֆավորիտը, որը կասեմ վերջում, ես սովորաբար միշտ մի տեղից եմ գնում, դա կասեմ վերջում, բայց որպեսզի շատ արդար լինի համտեսումը եւ համեմատությունը, ընտրել եմ երկուսինը միասին,
կփորձենք կհամեմատենք, երկուսից էլ ընտրել եմ նույն տեսականիները եւ մեկ-մեկ հատել իրենց հատուկ տեսականիից, որպեսզի արդար լինի համտեսումը։ Ուրեմն առաջի բանը որ կուզեի մենք ուշադրություն դարձնենք իրենց մատուցման ձևին։ Նշեմ, որ երկուսն էլ ունեն իրենց ֆիրմային տուփիկները, որոնք հավելյալ գումար արժեն, եթե ուզում եք գեղեցիկ փաթեթավորման պամուկ տուփիկներով լինեն։ Նման տուփիկները անվճար են տրամադրվում, ուրեմն համեմատում ենք երկուսինը։ Պիերերմեն նման գեղեցիկ տուփիկով է, որը ես կարծում եմ, որ ավելի ապահով է տեղափոխության համար չի վնասվի, իսկ լազյուրեն տալիս է ուղղակի այսպիսի թղթե տոպրակի մեջ։ Ես կարծում եմ, որ պիերերմեն ավելի ճիշտ տարբերակ է։ Ուրեմն եւս մեկ կետի կուզեի ուշադրություն դարձնեք, չգիտեմ, ես այնց փոքրիկ դետալների վրա շատ մեծ ուշադրություն եմ դարձնում ու շատ տպավորվում եմ։ Պիերերմեն իր մակարոնների հետ անպայման տոպրակի մեջ նման քարտ է դնում, որտեղ նշված են բոլոր մակարոնները իրենց անուններով, այսինքն եթե գնենք եւ ինչ-որ միտեղ տանենք, նույնիսկ եթե մոռանանք որն ենք գնել, կարող ենք բացել եւ իմանալ։ Ուրեմն ասեմ, թե ինչ համեր եմ վերցրել, ասեցի չէ, երկուսից էլ վերցրել եմ 6 տեսակ, որից 5 երկուսի մոտ էլ կրկնվող տեսակներ են, որպեսզի համեմատությունը ճիշտ եւ արդար ստացվի, իսկ մեկ տեսակը վերցրել եմ իրենց ֆիրմային տեսակը, որպեսզի փորձենք հասկանալ։ Ուրեմն երկուսից էլ վերցրել եմ ծիրան եւ ծիրան տարբերակը, լաջուղեյում նա կոչվում էր ծիրան յոգուրտ, այստեղ ուղղակի ծիրան, հա, սեզոնային ավելի։ Երկուսից վերցրել եմ շոկոլադ եւ մարակուա տեսակը, ահա սա է, որը լաջուղեում հենց այդպես կոչվում է, իսկ պիերերմեյում կոչվում է մոգադոր, նայեք տեսքը այսպիսին է։ Երկուսից վերցրել եմ ազնվամորին, ահա, այստեղ է։ Երկուսից վերցրել եմ 100% պիստակը, ահա, եւ երկուսից վերցրել եմ իսպահան տեսակը, իրենց ամենաճանաչված տեսակներն են, ահա, այստեղ եւ այստեղ։ Իսպահանը, որ իրենից ներկայացնում է էլի ազնվամորի, լիչի եւ վարդի թերթիկների հա։ Իսկ ֆիրմային տեսակներից ուրեմն լաջուղեից վերցրել եմ Մաղի Անտուանետ տեսակը, որը թեյով է, հա, տեսնում ենք, հա, թեյի թեփուկները այստեղ, տերևները, իսկ պիերերմեից վերցրել եմ օլյա տեսակը, որը պատրաստվում է լոլիկի տերևներով եւ սև ձիթապտղով, ասեցին շատ համեղ է, այս մեկը նորություն է, միասին կփորձենք։ Հիմա աղջկաց Վիկտորիայի օգնությամբ կորոշենք որից սկսենք։ Որից ենք սկսում։ Թեյից։ Թեյից, չի, արի դեպ թողնենք վերջում, արի սկսենք կլասիկ տեսակներից, հետո կանցնենք ֆիրմայինի։ Պիստակից։ Ահա, ուրեմն առաջինը փորձենք պիստակը, դեռ համեմատենք չափսերով։ Չափսերով ինչպես տեսնում եք, երկուսն էլ նույնն են։ Մեջ ավելի շատ կռիվ կա։ Հա, բայց այո, ճիշտ նկատեց աղջիկս, այս մեկի մեջ, պիերերմեի մեջ ավելի շատ կրեմ կա, բայց միգուցե ներսում երկուսն էլ համաչափ են եւ համային դա առանձնահատուկ տարբերություն չի տալիս։ Ուրեմն գնաց, փորձենք։ Պիստակի համը ես կասեի շատ թեթև է։ Գրեթե չենք զգում, ոնց որ վանիլային մակարոն լինի, ամեն դեպքում իմ համար այդպես է։ Փորձի Վիկտորիա։ Լավն է։ Լավն է։ Համով է։ Իսկապես համով է, բայց պիստակը շատ թեթև է։ Թեթև է։ Հիմա փորձենք պիերերմեի պիստակը ու տեսնենք սա իրենից ինչ է ներկայացնում։ Փորձենք։ Ուրեմն առաջի տարբերությունը չես զգում ընդհանրապես։ Ես ընդհակառակ ավելի շատ զգացի պիստակի համը։ Ու մի փոքր նկատառում եմ ուզում անեմ, ուրեմն երկուսը իրար մեջով։ Պիերերմեի մոտ միջուկը հարած գանաշ է, իսկ լաջուղեի մոտ ուղղակի սովորական գանաշ։ Հետևաբար պիերերմեինը ավելի սենց թեթև է գնում, քան լաջուղեինը։ Ես ավելի շատ հավանեցի պիերերմեն, բայց եթե անկեղծ ասենք, երկուսինն էլ պիստակի համը շատ թեթև է, առանձնահատուկ արտահայտված չէ։ Հիմա որն ենք փորձում Վիկտորիա, ազնվամորին։ Առաջինը, ուրեմն դու փորձի ազնվամորին։ Մեջինը լավն է, օրվելին էլ։ Մեջինն էլ լավը, վրայինն էլ լավը։ Ահա, հիմա ես էլ։ Լավ զգում ենք համը։ Այո, իսկապես ինքը շատ լավն է, ազնվամորու համը շատ լավ զգում ենք, շատ թարմ է։ Հիմա անցնենք պիերերմեի ազնվամորին։ Սկսի Վիկտորիա։
Ավելի շատ կրեմն ենք զգում սրանից։ Հա։ Այո, այստեղ մի քիչ ավելի շատ արտահայտված է գանաշը, բայց երկուսն էլ շատ իսկապես շատ հաջողված են, բավականին լավն են եւ կարելի ասել համով էլ բույրով էլ բաղադրությամբ էլ այսպես, հա, որ նայում եք մի նման են, մենակ մեկ նկատառում լաջուղեի գույնը ավելի շատ են տվել, հա, ավելի երևի թե հաճելի, ավելի գրավիչ գույն ունի, իսկ պիղեղմեինը ավելի թեթև գույն ունի։ Այս անգամ այս մեկը ես կորոշեմ, հա Վիկտորիա, արի փորձենք ծիրանը, համաձայն ես։ Հիմա փորձում ենք ծիրանը։ Արի երկուսս միաժամանակ այս անգամ փորձենք, այս մեկը քեզ, այս մեկը ինձ։ Առաջի նկատառումը նայեք գույները։ Ըստ իս այս մեկը շատ ավելի ծիրան է գույնի դելնելով, քան լաջուղեինը, բայց սա դեռ ոչինչ չի նշանակում։ Կարամելիզացված շաքարիկներ են, տեսեք։ Բայց տեսքը դեռ ոչինչ չի նշանակում, պետք է տեսնենք համը տեղում է, թե ոչ։ Փորձի Վիկտորիա։ Լավնա կրեմը այսքան լավ չի։ Սա իսկապես ծիրան է։ Միանգամից զգում եք, նույնիսկ եթե չիմանաք ծիրան է, հաստատ ուտելուց միանգամից զգալու եք, ունես թարմություն, շատ հավանեցի, միջալոց պեղեղմեի մակարոնները շատ ավելի նուրբ են, երբ որ վերցնում եք, իրանց հետ ավելի պետք է նուրբ զբաղ վերցնել, որովհետև շատ նուրբ են։ Նա փորձենք այս մեկը, հնդու է դա փորձի։ Այս մեկը ավելի լավն է, ավելի շատ ծիրանի համ ունի։ Իսկ այս մեկը ինքը անվանում է հենց այդպիսին էր, հա, հիշում ենք, չէ, ծիրան յոգուրտ էր կոչում։ Հենց այդպես էլ կա, գիտեք ինչ յոգուրտի համ ունի, այն մանկական յոգուրտները, որ կան ծիրանի համով։ Լրիվ այդ համն ունի, որ ուտում եք ոնց որ այդ մանկական յոգուրտներից ուտեք։ Շատ համով է, եթե ուտում եք մանկությունը հիշացնող ինչ-որ բան, ինքն է, այդ լրիվ ինքն է։ Իսկ պիղեղմեն հենց ծիրան են, հենց որ դուք կընտրեք ինքներդ, ես երկուսն էլ հավանեցի։ Ես ավելի շատ այս մեկը։ Դու, իմ աղջիկը հավանեց ավելի շատ միայն ծիրանը։ Մի կում սուրճ խմեմ։ Պալետ ավելի թարմացնելու համար, որ ավելի ճիշտ զգանք համերը։ Հիմա որն ենք փորձում Վիկտորիա։ Իսպահանը։ Իսպահանն ենք փորձում, 1, 2, ուրեմն տեսքերը եկեք ցույց տամ երկուսինն էլ, երկուսն էլ գեղեցիկ են, տարբերվող են տեսքերով, բայց ամեն մեկը յուրովի գեղեցիկ են։ Դու որն ես։ Իմ համար այս մեկը։ Դու դա վերցրու պիղեղմեինը, ես կվերցնեմ լաջուղեինը։ Համով է։ Ուրեմն Դողամիքի մեջինը չեմ կարող իմանալ ինչա։ լիչի է։ Ուրեմն մեջինը լիչի է։ Բավականին զգում ենք լիչին ու զգում ենք վարդի համը։ Ու ինչն է շատ կարևորը, որ վարդի համը շատ ուժեղ չէ, այսինքն այնքան ինչքան պետք է, որովհետև չգիտեմ դու գիտեք թե չէ, բայց ցանկացած դեսերտ, եթե ինքը ինչ որ ծաղկային համ է ունենում, հա, լինի վար, լինի լավանդա, որը ուզում է լինի, եթե մի քիչ հանկարծ չափսա անցնում ենք, հա, ավելի միանգամից օճառի է նմանվում համը ու տպավորություն է լինում, որ ուտում ենք օճառ, իսկ տվյալ դեպքում շատ լավ չափած ձևած լցրած է մեջը, շատ համով է, ամեն համերը զգում ենք եւ շատ չէ։ Այ փորձի հիմա փոխվենք իրար հետ։ Կարծում եմ այս մեկը ավելի լավն է, որտեղ այս լիչի համով այսքան լավը չի։ Ինչպես ասում են երեխաների բերանից միայն անկեղծությունն է դուրս գալիս ու շատ ճիշտ նկատառում արեց աղջիկս։ Ուրեմն պիղեղմեի մոտ լիչին շատ ավելի շատ արտահայտված է, հա, որը որ պետք է լինի, որտեղ եթե նայեք կողքից լիչի գանաշն է եւ մեջտեղում արդեն ազնվա մորին, որը որ արդեն նաեւ համ է տված վարդի համ։ Վարդի համը շատ ճիշտ չափաբաժնով է, շատ չէ, բայց լիչին ավելի արտահայտված է, ես ավելի շատ հավանեցի այս տեսակը։ Էսի ինչ լավն է, այս կա տերևները, այո, տերևներն են։ Բայց երկուսն է շատ հաջողված տարբերակներ են, եթե ավելի շատ եք սիրում լիչի համը, ուրեմն ընտրեք պիղեղմեն։ Իմ համար ավելի համով էր պիղեղմեն։ Արդեն մոտենում ենք վերջաբանին, մնաց ամեն մեկից 2 համ փորձենք, ամենակարևորները։ Որն ենք փորձում։ Շոկոլադը։ Որը փորձում ենք կատնային շոկոլադ եւ մարակույա, ուրեմն հիշում ենք, պիղեղմեում կոչվում է մոգադոր, իսկ լաջուղեում ուղղակի շոկոլադ մարակույա։ Որն ես դու վերցնում։
Տեսքերով, հա, եկեք ցույց տամ, նայեք տեսքերով համեմատեք։ Էսի դերին է, մի բուջիկ Կակաոյի փոշի է վրան, իսկ սա լրիվ շոկոլադ, այսինքն եթե չշեշտեն կմտածեք թե շոկոլադ է, բայց շոկոլադ եւ մարակույա է։ Գնացինք փորձելու։ Համովա, ուղղակի մեջինը այս բանի մեջինը ոնց որ կրեմ լինի մեջը, ու մեջինը շատ պինդա։ Շատ պինդա, ահա, հիմա տեսնենք ինչ է ասում, ես սա հավանեցի, իհարկե մարակույան բավականին թեթև էր, ավելի շատ ուղղակի թթվաշություն ենք զգում, քան մարակույայի համ, հիմա փորձեմ պիեղեղմեն, որ անկեղծ համեմատեմ։ Ուրեմն կաֆի չոր լինի մեջը։ Ուրեմն պիեղեղմեին շատ ճիշտ ասեցի աղջիկը։ Ուրեմն պիեղեղմեին վառ արտահայտված է մարակույան եւ շոկոլադ, այսինքն երկուսը միասին անվանումը պետք է լինի շոկոլադ, կատնային շոկոլադ մարակույա, մենք գտնում ենք այստեղ կանտնային շոկոլադ մարակույա։ Իսկ լաջուղեյում ավելի շատ շոկոլադի համն է, քան մարակույայի, ոնց որ ուտենք շոկոլադ է մակարոն, թեթև թթվաշությամբ։ Հետևաբար ես չեմ ընտրի լաջուղեն, այլ կընտրեմ պիեղեղմեն, առաջինը տեսքից էլ է իմ համար ինքը շատ ավելի գեղեցիկ եւ երկրորդը համը, որը շատ ավելի երևի թե կարեւոր է տվյալ դեպքում։ Ընտրում ենք այս մեկը։ Իմ աղջիկը այս մեկը, որովհետև սա ուղղակի կլասիկ շոկոլադի նման է, արդեն հասկացաք չէ՞ տարբերությունը։ Անցանք վերջի մակարոններին, փորձելու ենք երկու տեղերից էլ իրենց ֆիրմային տեսակները։ Ուրեմն Marie Antoinette, թեյ Marie Antoinette, այսինքն ինքը բաղկացած է հնդկական թեյ, վարդի թերթիկներից եւ կա նաեւ մեղրի նոտաներ մեջը, իսկ պիեղեղմեի մոտ կոչվում է Olea, հիշեցնում եմ նորից, ինքը լոլիկի տերևներով է եւ սև ձիթապտղով, համադրությունը հետաքրքիր է, լավն է, բայց երևի թե ոչ քաղցրի համար, բայց տեսնենք ինչպես է։ Դու որն ես սկսում։ Միաժամանակ փորձենք, էլ ինչպես միշտ կփոխենք։ Մեջին այսքան դուր չկա, բայց վերինը դժվար է գծել։ Ուրեմն Օլյան, հա, այնքան հետաքրքիր համ ունի, նույնիսկ չեմ կարող նկարագրել։ Ձիթապտղի համը անպայման զգում ենք լոլիկի սենց թարմությունը, իսկապես շատ համեղ է, չգիտեմ ոնց բացատրեմ, համ ուղղակի չեմ կարող բացատրել, պետք է փորձեք, բայց ըստ իս շատ համով մակարոն է։ Հաստատ արժի փորձել, հաստատ խորհուրդ եմ տալիս։ Ինձ հետաքրքիր է, նայեք մեջը ձիթապտղի գանաշ կա առանձին եւ սպիտակ գանաշը, երևի դա էլ արդեն լոլիկի տերևներով է, չգիտեմ շատ հետաքրքիր համադրություն է ու հաջողված է ըստ իս։ Փորձի Վիկտորիա։ Ես էլ փորձեմ թեյով Marie Antoinette-ը։ Այսօր այսքան վատը չի, մեր ավելի լավ է այս մեկն է։ Իսկապես սա էլ է համով, իսկապես շատ համով է։ Թեյի համը ամիջապես զգում ենք, թեթև մեղրի համն ենք զգում ու օրանժի, գիտեք ինչպիսի թեյ ոնց որ լինի, որ գնում ենք Earl Grey թեյը, հա, որի մեջ նաև կա կամ բերգամոտ, հա, մեջը կա նաև օրանժի հատիկներ, այն նման համ ենք զգում, ոնց որ թեյ ուտենք։ Անունները համապատասխանում են իրականությանը։ Իմ համար իսկապես երկուսն շատ հաջողված էին, հաստատ արժի փորձել, մի հապաղեք նաև նոր համեր փորձել, այսպես նաև բացահայտում եք նորություններ։ Ուրեմն ինչ եզրահանգման ենք գալիս այսքան մակարոն փորձելուց հետո։ Փորձեցինք 6 տեսակ եւ քանակով 12 հատ մակարոն։ Ինչ եզրահանգման եկանք ես ու իմ աղջիկը։ Դու որը հավանեցի Վիկտորիա։ Ես ավելի շատ հավանեցի պիեղեղմենին։ Ինքը հավանեց պիեղեղմեն, ես հիմա կասեմ ես որը նախընտրեցի։ Սկզբում ես արդեն շեշտել էի, չէ, որ ես ունեի իմ ֆավորիտը, բայց համտեսումը ամենևին անկեղծ էր։ Բայց հաստատվեց այն, ինչ ես արդեն իսկ մտածում էի, իմ ֆավորիտը պիեղեղմեն էր եւ այդպեսին էլ մնաց ինքը, որտեղ ստիս պիեղեղմեի մակարոնները իրենք եւ տեսքով եւ համով շատ ավելի լավն էին, քան լաջուղեինը, ու ես ինքս միշտ գնում եմ միայն պիեղեղմե, երբ որ հյուրեր ենք ունենում, բոլորին պարտադիր հյուրասիրում եմ եւ խորհուրդ եմ տալիս գնել պիեղեղմե, որովհետեւ
ավելի որակյալ են։ Եվ մի փոքրիկ գաղտնիք բացեմ ձեզ համար, միգուցե շատերը չգիտեք, որովհետև մակարոնը Ֆրանսիայի հետ է ասոցացվում, լաջուղեն նույնպես, բայց լաջուղեի մակարոնները չեն պատրաստվում Ֆրանսիայում, այլ պատրաստվում են Շվեյցարիայում։ Այն դեպքում, որ Պիերերմեն հենց պատրաստվում է Ֆրանսիայում։ Ամեն դեպքում ընտրությունը թողնում եմ ձեզ, դուք ինքներդ որոշեք որն եք ուզում։ Լավ կանեք, երկուսից էլ փորձեք եւ համոզվեք ինքներդ, իսկ ես կմնամ իմ ֆավորիտի վրա, այսինքն գնում եմ եւ կգնեմ միայն Պիերերմեի մակարոններ։ Խոսեմ մի փոքր գներից, գները երկուսն էլ նույն գնային կատեգորիայի մեջ են, հա։ Ամեն մակարոնը մոտավորապես 3 եվրոյի կարգի է, մի քիչ պակաս, մի քիչ ավել նայած որ տեսակն եք ընտրում եւ հաշվի առեք, ինչպես նշեցի արդեն, եւս մեկ անգամ նշում եմ, որ տուփերը, նվեր տուփերը, հա, այդ գեղեցիկ տուփերը իրանք հավելավճար են, այսինքն տուփերը գնելու եք, եթե ուզում եք նվիրեք։ Եթե ոչ, այսինքն տեղում եք օգտագործելու, կարիք էլ չկա նույնիսկ նման տուփեր գնելու, գնեք այնպես ինչպես ես գնեցի ու շատ համով կփորձեք։ Իսկ դուք մի հապաղեք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, հետևեք իմ Instagram-յան 2 էջերին, այնտեղ շատ հետաքրքիր ինֆորմացիայով եմ կիսվում, ինչպես նաև էլի ժամանակից շուտ ձեզ ասում եմ, թե ինչ համտեսումներ են սպասվելու, սեղմեք զանգակոճակը, որպեսզի անմիջապես տեղեկացված լինեք նոր վիդեոյի դեպքում։ Իսկ ես ձեզ շատ սիրում եմ եւ ասում եմ հաջողություն։